Բարի երեկո, ժամը 20-ն է, Ազատության ուղիղ եթերում լրատվական կենտրոնն է, օրվա թեմաներն են։ Ադրբեջանը կրկին կրակ է բացել խնածախի ուղղությամբ հրադադարի խախտումների համար, սակայն Հայաստանին մեղադրելով։ Թիրախավորված կրակ ա եղել դեպի խաղաղբնակության վրա։ Մարտուն Գրիգորյանը դեռ չի պատասխանել կմիանա անդիմությանը Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրելու համար։ Լրագրողին հայհոյած իշխանական պատգամավորը հրաժարական տվեց, խոստանալով զբաղվել կուսակցության բարեփոխմամբ։ Գերմանիայի նախագահի հրապարակած Արցախի դրոշը Բեռլինի և Բաքվի միջև դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել։ Արցախցիները պահանջում են վերականգնել սոցիալական աջակցությունն ու իրենց վերադարձի հարցով զբաղվել։ Այս ձևով կրճատումը շատ աղետալի է։ Դատավճռով քաղաքականությունից հեռացված Մարին Լյո Պենը խոստանում է չհանձնվել։ Նախսահմանին կրակոցների մասին խաղաղության պայմանագրի ստորագրումը ավելի ու ավելի մշուշոտ է դառնում, փաստաթղթի շուրջ բանակցություններն ավարտված են, Բաքուն սակայն նախապայմաններ է դրել։ Զուգահեռ լարվեց սահմանին, թիրախավորված է Սյունիքի Խնածախ գյուղը, Ադրբեջանը Հայաստանին է մեղադրում։ Բաքուն սահմանային կրակոցներին զուգահեռ վերսկսել է հայկական կողմին մեղադրել իր դիրքերը թիրախավորելու համար, ընդ որում Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն այսօր արդեն պնդում է, թե հայկական կողմը կրակ է բացել նաև Սյունիքի մարզի Խնածախի ու Խոզնավարի դիրքերից։ Երևանը մինչդեռ այսօր ևս հերքել է Բաքվի մեղադրանքները։ Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունը, թե իբր մարտի 31-ի ժամը 17:00-ից մինչև ապրիլի 1-ի ժամը 04:45 ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան և հարավ-արևելյան հատվածներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, չի համապատասխանում իրականությանը։ Սյունիքի մարզի սահմանային երկու գյուղերից Խնածախից ու Խոզնավարից տեղացիներն արդեն ավելի քան 10 օր է հաղորդում են Ադրբեջանի զինուժի կրակոցների մասին, և միայն երեկ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաստատեց Ադրբեջանի զինուժը կրակ է բացել Խնածախի ուղղությամբ։ Ռազմական կառույցը հրապարակել է լուսանկարներ, որոնցում երևում է կրակոցներից վնասված բնակելի տան պատուհանը։ Վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը Civilnet-ին ասել է, որ գնդակոծությունը թիրախավորված է եղել, իր տունն է վնասվել։ Ընդհանուր թիրախավորված կրակ ա եղել դեպի խաղաղբնակության վրա, որը մեկը բաժին է հասել մեզ։ Ադրբեջանական դիրքերով շրջապատված Խնածախում մարդիկ երեկվա կրակոցներից ավելի են տագնապել։ Այս վերջի կրակոցը, որ պատուհան աջարդել, մի քիչ ժողովուրդ արդեն կարծես է ստրեսի մեջ են, ասում են վաղն են մեզ են կրակելու։ Ընդհանուր այս բանվիճակ չկա, բայց մարդիկ են էլի մտածում են, երեխեք են, հիմնականում երեխեք են, դպրոցը գործում է։ Շատ ոտ վիճակ անում, ամբողջ գիշեր կրակում են։ Լարված ենք, այդ հենց է, բայց բոլոր դեպքերում էլի մենք ավելի ամուր ենք, քան նրանք։ Ահա, այդ է, մեր կյանքը հենց է։ Այդ է կրակում են, ինի մեկալ տներին են կրակում։ Խնածախից Կամելա Օհանյանն Ազատությանը պատմեց, որ ադրբեջանական դիրքերից կրակոցները շարունակվել են նաև անցած գիշեր, ասաց միայն թե մի փոքր շուտ են սկսել։ Գյուղացիների խոսքով ադրբեջանցիները գիշերը հենց 10:20 են սկսում, կրակում ճիշտ պարբերականությամբ մինչև լուսաբաց։ Ժամը 10-ին, այսօր ժամը 10-ին է, 13 րոպե, մի հատ թեթևակի կրակել են, այդ եմ լսել, ասում են գիշերն էլ ա եղել, բայց ես չեմ լսել։ Խնածախին հարևան Սյունիքի մյուս սահմանային գյուղում Խոզնավարում ևս գիշերն առանց կրակոցների չի անցել։ Վարչական ղեկավարն Ազատության հետ զրույցում պատմեց, որ երեկվանից են կրակոցները վերսկսվել։ Նախորդ 2 օրերին ըստ Վահան Զաքյանի կրակոցներ չէին եղել։ Մինչ ադրբեջանական դիրքերով շրջապատված գյուղացիները սպասում են իշխանությունը քայլեր ձեռնարկի կանխելու նման դեպքերը, Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ դիվանագիտությամբ է տեսնում խնդրի լուծումը։ Մինչդեռ Բաքուն շաբաթներ շարունակ անտեսում է խաղաղության պայմանագիրը ստորագրելու հայկական կողմի առաջարկը։ Ադրբեջանական կողմը փաստաթուղթը ստորագրելու համար պահանջներ է առաջ քաշում, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարում ու Հայաստանի սահմանադրության փոփոխություն։
Մել Գյումրիում հետընտրական զարգացումների մասին երկրորդ օրն է Մարտուն Գրիգորյանը լուռ է, նրա որոշումից է կախված արդյոք ընդդիմությունը կկարողանա Վարդան Ղուկասյանին քաղաքապետ ընտրել։ Մարտուն Գրիգորյանը Սերժ Սարգսյանի թիմակիցն է, նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը չի էլ թաքցնում երրորդ նախագահի հետ վատ հարաբերությունները։ Մեր քաղաքը դաշինքը գլխավորող Մարտուն Գրիգորյանը դեռ չի արձագանքել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին, որը երեկ ֆեյսբուքյան գրառմամբ դիմել էր Գրիգորյանին, իրեն աջակցելու հարցում նրանից հստակություն ակնկալելով։ Որպեսզի Գյումրին ունենա անդիմադիր քաղաքապետ, Մարտուն Գրիգորյանը պետք է հետևի Ռուբեն Մխիթարյանի ու Կարեն Սիմոնյանի օրինակին եւ հստակ հայտարարի, որ կքվեարկի ամենաշատ անդիմադիր քվեստացած տեխնացուին։ Ընտրություններում երկրորդ տեղը զբաղեցրած Ղուկասյանն այսօր Ազատությանը փոխանցեց, որ Մարտուն Գրիգորյանից դեռ տեղեկություն չունի, սպասում է։ Իսկ Գրիգորյանն առայժմ լուռ է, նրա շտաբը այսօր էլ երեկվա նման փակ էր։ Նախնական արդյունքներով վճռորոշ 6 մանդատ ունեցող մեր քաղաքը դաշինքի առաջնորդը նաև հեռախոսազանգերին չի պատասխանում։ Հետընտրական ողջ օրվա լռությունը երեկ նախախտեց ֆեյսբուքյան միայն մեկ կարճ գրառմամբ, թե ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չի ունենալու։ Դա հաստատ է, բայց թե ինչ սցենարով է պատրաստվում իր այս հայտարարությունն իրականություն դարձնել, չբացատրեց։ Որոշ տեղեկությունների համաձայն Գրիգորյանն այսօր պատրաստվում է հայտարարություն անել։ Այդ մասին ակնարկա նաև նրա թիմակիցներից պատիվ ունեմ խմբակցության падգամավոր Հայկ Մամիջանյանի գրառման մեջ։ Վաղը սպասելու եմ Մարտուն Գրիգորյանին թիրախավորողների զղջացող գրառումներին։ Այս անիմաստ աղմուկից մի օգուտ եղավ։ Մի խումբ փողով գործիքներ եւ գործիչներ այսօրվա իրենց հացն էլ վաստակեցին ՀՀԿ-ի մասին ստեր ու դավադրապաշտական զառանցանքներ տարածելով։ Որ Գրիգորյանը ի վերջո սատարելու է Ղուկասյանին, ակնարկում է նաև վարչապետի գյումրեցի խոսնակը։ Քաղաքացիական պայմանագրի քաղաքապետի թեկնածուի օգտին ակտիվորեն կարոզած Նազելի Բաղդասարյանը։ Ընդդիմադիր ճամբարների կողմից ժողովրդի արժանահավատությունը չարաշահելու ու մոլորեցնելու միջոցով կորզվել են քվեներ, որոնք այսօր նվիրվելու են մեզնից կրկնակի նվազ ձայներ հավաքած կոնկուրսի ներկայացուցչին։ Նախնական արդյունքներով իշխող քաղաքացիական պայմանագիրը Գյումրիում 14 մանդատ կստանա, Վարդան Ղուկասյանի գլխավորած կոմկուսը 8, մեր քաղաքը դաշինքը 6, Իմ հզոր համայնքը 3 եւ Մայր Հայաստանը 2։ Վերջին երկուսը երեք արդեն հայտնել են, որ կսատարեն Ղուկասյանին։ Ավագանու առաջին նիստում Ղուկասյանին քաղաքապետ ընտրվելու համար առնվազն 17 ձայն է պետք։ Սա նշանակում է, որ Մարտուն Գրիգորյանի ուժից Վարդան Ղուկասյանին առնվազն 4 կողմ ձայն է պետք լինելու։ Գյումրիի ընտրություններում ամենաշատը 36% քվեստացած իշխանական ուժը եւս չի պատրաստվում նահանջել։ Կուսակցության վարչության անդամ Արսեն Թորոսյանն Ազատությանն ասել էր, թե իրենց քաղաքական ուժը Ավագանու Անդրանիկ նիստում Սարիկ Մինասյանին համայնքապետի թեկնածու կառաջադրի։ Գիտեք, Սարիկ Մինասյանը ստացել է ամենաշատ ձայները։ Եվ չառաջադրելը նույնիսկ կարող է սխալ լինել, եթե նույնիսկ գիտենք, որ չի ընտրվելու, հա, բայց դրա մասին դեռ վաղ է խոսելը։ Մենք համարում ենք, որ մեզ տված յուրաքանչյուր քվե կարևոր է եւ մենք պայքարելու ենք այդ յուրաքանչյուր քվեի համար եւ տեր ենք լինելու դրանց եւ եթե ստացվի այնպես, որ օրենքով սահմանված կարգով համայնքապետ պետք է ընտրվի, այդ ընտրությունների ժամանակ մենք չկարողանանք ընտրվել, ապա մենք դրանից ապոկալիպսիս, այսպես ասած չենք, սարքելու եւ շարունակելու ենք մեր աշխատանքը, կառավարությունը իր տեղում, մեր տեղի թիմերը իրենց տեղում։ Եթե ընդդիմության միավորումը ստացվի ու Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվի, Հայաստանի իշխող ուժը երկրի մեծությամբ երկրորդ քաղաքում ընդդիմություն կդառնա։ Փաստաբաններն ահազանգում են, որ Գյումրիում ընտրությունների օրը հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները ձերբակալելիս հարվածներ են հասցրել տարեց կանանց, սպառնացել նրանց։ Կոմիտեն հերքում է այս մեղադրանքները։ Քվեարկության օրը 15,000 դրամ ընտրակաշառք տալու ու ստանալու կասկածանքով ձերբակալված են Մարտուն Գրիգորյանի Մեր քաղաքը դաշինքի ավագանու թեկնածու 70-ամյա Անահիտ Խալաթյանն ու նրա բարեկամուհին 75-ամյա Գիմա Հայրապետյանը։ Կիրակի ձերբակալվել էր նաև նրանց 90-ամյա մյուս բարեկամուհին, ավելի ուշ առանց մեղադրանքի ազատ արձակվել։ Իր քրոջ աղջկան, թե քեռու աղջկան 90-ից մի տատիկի օգնել են, որպեսզի գնա եւ մասնակցի քվեարկությանը։ Օգնել են իրենց Գիմայի մյուս քրոջը, որը 90-ից 92 թե 93 տարեկան տատիկ է փայտով, ձեռնափայտով, որպեսզի տանեն
մասնավորապես կիման տանի տեղամաս, որպեսզի այս կինը մասնակցի ընտրությանը։ Եվ մի մեքենայով, տաքսիով են ինչ-որ գնացել կամ հարևանի մեքենայով։ Անմիջապես հակակոռուպցիոն կոմիտեի օպերատիվ հետախուզական այդ ծառայության աշխատակիցները շրջափակել են շատ կոպիտ, հարվածելով, մինչև անգամ այդ 90-ից տատիկին հարվածելով, ձեռքի փայտը վերցնելով, նստացրել են 4-ին էլ իրենց մեքենաները եւ տեղափոխել են Երևան, ձերբակալել են։ Այս պահի դրությամբ 90-ից տատիկը եւ այդ մեքենայի վարորդը ազատ են արձակվել, նույն երեկվա դրությամբ ազատ են արձակվել, սակայն տիկին Անահիտ ու տիկին Կիման շարունակում են մնալ ձերբակալված։ Հիմա այս պահին ձերբակալված շարունակում են 48 ժամից ավել շարունակում մնալ տիկին Անահիտը եւ տիկին Կիման, որոնց նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու որոշումներ դեռևս չկան։ 60 ժամը շուտով կլառանա եւ ենթադրվում է, որ կամ չի ենթադրվում, այդպես է, կամ պիտի նրանց նկատմամբ քրեական հետապնդում հարուցեն եւ հետագա խափանման միջոցի հարց լուծեն, կամ պետք է անմիջապես չհարուցեն եւ անմիջապես ազատ արձակեն։ Մասնավորապես այսպես խոսակցություն ա եղել։ Ինչ գործ ունեք Մարդունի հետ։ Երկտակ ցմակը նստեք։ Այսինքն խոսակ, այս որակի խոսակցությունն է։ Գնալու ես ցման նստես, կանանց գաղութ, մազերդ խուզելու ենք, այդ կնոջը դեպ խփել են գլխին։ Այս Անահիտին, հա, Անահիտին հարվածել են ու այս ա եղել ամբողջ խոսակցությունները։ Դիտորդները Գյումրու քարոզարշավի առանցքային խնդիրն են որակում ատելության խոսքը, որ թե իշխանությունը, թե ընդդիմադիրները անխնա օգտագործել են իրար դեմ, այս ճանապարհին չխնայելով անչափահասներին, պիտակավորելով միմյանց ազգային սեռական պատկանելությամբ, բռնություն արդարացնելով։ Առաջին խնդրահարույց երևույթներից է համատարած ատելության թշնամանքի խոսքը։ Գյումրիի քարոզարշավի ու ընտրությունների ողջ ընթացքին հետևած դիտորդական խմբերն արձանագրում են, մասնակից քաղաքական ուժերը կիրառել են ատելության խոսք, վիրավորանք ու անձնապես թիրախավորել միմյանց։ Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովյանն ասում է, այդ շղթան բացեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Եվ վարչապետը մրցակիցներին անվանեց առնետներ եւ դրան հետևեց պատասխան համարժեք ու այսպես ձնագնդի էֆեկտով ատելության խոսքը քարոզարշավի ամբողջ ընթացքում բազմապատկվեց։ Դրա համար են ոմանք հազար ներողություն այս բառիս համար առնետների նման պատվալներից դուրս են եկել փողոցներում քայլում են քաղաքական արշավ են իրականացնում հանուն թալանի Նման մարդկանց ասում եմ Դիտորդներն արձանագրել են մասնակից ուժերից դեմոկրատական այլընտրանք կուսակցության հիմնադիր Սուրեն Սուրենյանցը վիրավորական մի շարք արտահայտություններ է թույլ տվել իշխանական թեկնածուի հասցեին։ Մայր Հայաստան դաշինքի ավականու թեկնածու Մհեր Խաչատրյանն էլ Instagram-ի իր էջում գրել է մեջբերում հայ ես թե ՔՊԱ-կան, իսկ ահա իմ հզոր համայնք կուսակցության նախընտրական ծրագրում իշխող քաղաքացիական պայմանագիրը նույնացվել էր թափառող շների ու կրծողների հետ։ Հետո այդ կուսակցության ցուցակը գլխավորող Ռուբեն Մխիթարյանը սոցցանցերի իր էջում ատելության քարոզի տարեր պարունակող տեսահոլովակ է տեղադրել։ Կոմունիստական կուսակցության ցուցակն առաջնորդած Վարդան Ղուկասյանն էլ թիրախավորել էր LGBT անձանց եւ ոչ միայն։ Դիտորդական առաքելության ներկայացուցիչ Մարիամ Հովյանն ասում է, եւ սա իրենց արձանագրումների մի մասն է միայն։ Առաջացած մարտիկները իհարկե այս մրցավազքում Վարդան Ղուկասյանն էին եւ Ռուբեն Մխիթարյանը։ Սպეციფიკան ատելության խոսքի կանում է նրանով, որ յուրաքանչյուր թեկնածու իր հասցեին լսելով անանապատվությունը նսեմացնող, հավասարության իրավունքը ոտնահարող խոսքեր հակված է համարժեք արձագանք տալու եւ դրանով է, որ այս երևույթը ռիսկ ունի իր մեջ բազմապատկվելու եւ հրահրելու հետագայում նաեւ ֆիզիկական կամ հոգեբանական բռնություն։ Հովյանը հիշեցնում է ընտրական process-ը դեռ չի ավարտվել, մինչև տեղական իշխանությունների վերջնական ձևավորումը հետընտրական զարգացումները նույնպես ընտրության մաս են համարվում։ Դիտորդի պնդմամբ կարևոր է, որ ընտրված թեկնածուները շարունակեն պահպանել բարեվարկության կանոնները։ Գյումրու ընտրություններում ընդդիմադիր ուժերից ամենաշատ ձայները հավաքած Վարդան Ղուկասյանն օրինակ ընտրությունների հաջորդ օրը կրկին թիրախավորել էր LGBT անձանց, վիրավորական արտահայտություններից զատ նաև բռնության կոչեր հնչեցրել, իսկ գայթակղվող տղամարդկանց արդարացրել, որովհետև ըստ նրա կանայք կարճ են հագնվում։ Մենք երեք լսեցինք շատ տխրեցնող, շատ մտահոգիչ արտահայտություններ, օրինակ կոմունիստական կուսակցության ղեկավար Վարդան
Ղուկասյանի կողմից, թիրախավորելով կոնկրետ համայնքի ներկայացուցիչների, կանանց, սոցիալական փոքրամասնություններին եւ այլ խմբերի։ Սա այս խմբերի դիրքը հասարակության մեջ նսեմացնելու, արժանապատվությունը վիրավորելու եւ հավասարության իրավունքը ժխտելու փորձ է, ինչը բացարձակ անընդունելի է։ Բայց աշխարհի մեջտեղը կանգնած ոնց կարող է մեղք չգործեն։ Հետո այս աղջիկները կթողնեն որ մարդը մեղք չգործի, գեղեցիկ հակած, ոտքերը բաց, ես չգիտեմ ինչ ասես անում են, էլի որ մարդիկ տղամարդկանց գայթակղության պատճառ են հանդիսանում։ Եվ դրա համար ասում է վայ ձեզ կանանց, որ տղամարդկության գայթակղության պատճառն եք հանդիսանում։ Հասկացա՞ք, այդ դու դա սովորի։ Ականատես դիտորդական առաքելության ներկայացուցիչն ասում է, ընտրություններին մասնակից քաղաքական ուժերի հետ ասոցացվող կամ նրանց հետ փոխկապակցված թե իշխանական եւ թե ընդդիմադիր լրատվամիջոցները նպաստել են ատելության խոսքի տարածմանը։ Ոչ միայն տեխնացուները անձամբ իրենք են գեներացնում, այլ ավելի շատ հենց թեժացնում են իրենց հետ փոխկապակցված զլմ-ներ։ Դիտորդը հիշեցրեց քարոզարշավի վերջին օրը իշխանական Civic-ի հրապարակած տեսանյութը, որտեղ ըստ լրատվամիջոցի Վարդան Ղուկասյանի անչափահաս ազգականը մի խումբ տղաների հետ մերկացնում է անչափահաս աղջկան։ Հովեյանը պնդեց, եթե այդ տեսանյութն իրավապահներից է հասել լրատվամիջոցին, դա վարչական ռեսուրսի չարաշահում է ու պետք է իրավական ընթացք ստանա։ Իսկ եթե իսկապես ադրբեջանական տելեգրամյան ալիքներում է նախ տարածվել, հետո հայտնվել իշխանական լրատվամիջոցում, ապա հաշվի չի առնում արդեն իսկ շատ խոցելի իրավիճակում գտնվող այս քրեական գործի տուժողի, զոհի կարգավիճակը, դեպքը հերթական անգամ շահարկվում է քաղաքական դիվիդենդների պատճառով, բայց չէ որ այս ամենի հետևում իրական մարդիկ են, իրական զգացումներով, իրական ճակատագրերով։ Դիտորդներն ակնկալում են, որ համապատասխան պետական կառույցները կարձագանքեն բռնության, ատելության բոլոր կոչերին։ Աղմկահարույց պատմության մեջ հայտնված քաղաքացիական պայմանագրի պատգամավորը հրաժարվում է մանդատից։ Կիրակի Գյումրիում լրագրողին հայհոյած Վիլեն Գաբրիելյանը թեև ներողություն է խնդրում, բայց նաև շեշտում է հարազատ կուսակցությունը բարեփոխելու ժամանակն է։ Նա առաջինը չէ, որ այսպիսի սկանդալի կենտրոնում է, սակայն ոմանք շարունակում են պաշտոնավարել։ Մանդատը վայր կտնեք այս ամեն ինչ։ Դու ուզում ես հենց հիմա տամ ձեռդ գնաս։ Քաղաքացիական պայմանագրի պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը վայր է դրել մանդատն ու ներողություն խնդրել հանրությունից։ Անցած Կիրակի Գյումրի քաղաքում իմ մասնակցությամբ այսպես ասած միջադեպերը համարում են ոչ վայել Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի պատգամավորի վարքին։ Պաշտպանության ու անվտանգության հանձնաժողովի անդամը ընտրությունների օրը Գյումրիում անսթափ վիճակում վիճել էր լրագրողի հետ ու հայոյել նրան։ Ես ինչ-որ նկարիր ստե, ով շա հրապարակի է դի։ Այդ օրը լրագրողները պահանջում էին, որ ներողություն խնդրի, հրաժարվի մանդատից։ Իշխանականը դա անիմաստ էր համարել, քանի որ իր կանխատեսումներով 1 տարի հետո իշխանությունը փոխվելու է։ Իշխանությունը փոխվելու է, խեմ ես մանդատս վայր դնում։ Կներվեր իր պահվածքը, բայց չի ներվի իր հայտարարությունը, որ 26 թվականին իշխանությունը փոխվելու է։ Վիլեն Գաբրիելյանը մանդատը վայր է դրել ոչ թե անվայելուչ վարքի, այլ այն խոսքերի պատճառով, որ 2026-ին իշխանությունը փոխվելու է, համոզված է ընդդիմադիր պատգամավոր Արթուր Խաչատրյանը։ Այդ արտահայտության համար էր պատիժը։ Հիմա SMS-ով է եկել, թե ոնց է եկել, իրոք չգիտեմ, բայց դա է պատճառը։ Դուք տեսել եք այդ վիդեոները իմ մասնակցությամբ։ Նորմալ մարդ, ֆիլամիտ մարդ, պետք է ինքնուրույն չկայացներ այդ որոշումը։ Ոնց որ պատասխանեց էլի ձեր հարցը։ Սկանդալային պատմությամբ խորհրդարանից հեռացող պատգամավորը հիմա էլ մտադիր է ՔՊ-ն առողջացնել։ Փաշինյանի գլխավորած կուսակցությունը առողջացման ու կերպարանափոխման կարիք ունի։ Հրաժեշտի տեքստում գրել է Գաբրիելյանն ու հայտնել, առաջադրվելու է կուսակցության ղեկավար մարմնի վարչության ընտրություններում։ Միաժամանակ հայտնում են, որ այս պահից սկսած ինքնաառաջադրվում եմ որպես քաղաքացիական պայմանագիր կուսակցության առաջիկա վարչության ընտրություններում, վարչության անդամի թեկնածու, քանզի ինձ համար միանշանակ է, որ մեր կուսակցությունը ունի լրջագույն առողջացման և կերպարանափոխման կարիք։ Վիլեն Գաբրիելյանի քայլը օրինակելի է համարում Խոսքի ազատության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։ Լրագրողներին թիրախավորող բոլոր պաշտոնյաներն ու քաղաքական գործիչները պետք է հետևեն նրան։ Ես կարծում եմ, որ եթե մարդը ի վերջո սխալվում է, բայց իր սխալը ընդունում է, դա կարևոր հատկանիշ է, ինչը ամենևին էլ տարածված չէ մեր քաղաքական
ասպարեզում։ Մելիքյանը այդպիսի քայլ չի սպասում լրագրողներին վիրավորելու պատմություններով հայտնի Անդրանիկ Քոչարյանից։ Նա անգամ ներողություն չի խնդրում։ Մաքրեք ձեր շրթունքները։ Շատ լավ։ Ոչ մի բան։ Պաշտպանության հանձնաժողովի ղեկավարը օրեր առաջ էլ վիրավորել էր լրագրող Ռիփսիմե Ջեբեջյանին ու ներողության փոխարեն արդարացել, թե իրեն սխալ են հասկացել։ Դրա մեջ որևէ վիրավորական բան չկա։ Որևէ ընդամենը ես արձանագրել եմ, որ պետքա խոսքը օգտագործելուց լինի մաքուր։ Եթե դուք դրա մեջ ինչ եք պատկերացնում, դա ձեր խնդիրն է։ Իշխող թիմում լրագրողին թիրախավորելու սկանդալից հետո հրաժարական եղել էր 3 տարի առաջ։ Բարձր տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանն էր հարվածել լրագրող Փայլակ Ֆահրադյանին։ Ավելի ուշ նա դատապարտեց բռնությունն ու հրաժարական տվեց։ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ թքել էր քաղաքացու վրա։ Մեծ աղմուկից հետո Հայաստանի բոլոր քաղաքացիներից ներողություն խնդրեց, բայց մանդատից չհրաժարվեց։ Գերմանիայի նախագահի Արցախի մասին ինստագրամյան գրառումը դիվանագիտական սկանդալի է վերածվել Բաքվի ու Բերլինի միջև։ Առաջին անգամ Հայաստան կատարած պաշտոնական այցի ժամանակ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը 3 ինստագրամի իր պաշտոնական էջում հրապարակել էր Արցախի դրոշի լուսանկարը գրելով. Հակամարտությունը վերաբերում է Լեռնային Ղարաբաղի տարածքին, տարածաշրջանը իրավաբանորեն պատկանում է Ադրբեջանին, այնտեղ հիմնականում հայեր են ապրում։ Վերջին մի քանի տասնամյակների ընթացքում բազմիցս բախումներ են եղել։ Պաշտոնական Բաքվի արձագանքը չուշացավ։ Ադրբեջանում Գերմանիայի դեսպանը 3 կանչվեց երկրի արտգործնախարարություն, որտեղ նրան բողոքի նոտա փոխանցեցին։ Շեշտելով, թե տեղի ունեցածը ոտնձգություն է երկրի տարածքային ամբողջականության նկատմամբ, Ադրբեջանի արտգործնախարարությունը Գերմանիայի նախագահի գրառումը նաև որակել է բացահայտ քաղաքական սադրանք, ընդգծելով, թե այն կատարվել է տարածաշրջանային այցի ընթացքում։ Ազերթաջ գործակալության փոխանցմամբ Ադրբեջանի արտաքին քաղաքական գերատեսչությունը բողոքի նոտայում նաև նշել է, թե Գերմանիայի նախագահի հրապարակումը հակասում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանն աջակցելու մասին հայտարարություններին, ինչպես նաև շարունակվող խաղաղության գործընթացին։ Պաշտոնական Բաքուն գերմանական կողմին նաև փոխանցել է, թե Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղ անունով վարչական միավոր չկա, հետևաբար խոսելով ադրբեջանական տարածքների մասին պետք է զերծ մնալ մեջբերում եմ գոյություն չունեցող եւ ֆիկտիվ անուններ օգտագործելուց։ Բացի այդ, Ադրբեջանի արտգործնախարարությունը հիշեցրել է Գերմանիային, թե 30-ամյա հակամարտությունն արդեն անցյալում է եւ որ այն իրենք արդեն լուծել են ռազմաքաղաքական ճանապարհով։ Ծավալուն բողոքի նոտայից հետո Բաքուն պահանջել է, որ գերմանական կողմը հրապարակային ներողություն խնդրի այս գրառման համար։ Ավելի ուշ Ազերթաջը հրապարակեց Գերմանիայի նախագահի աշխատակազմի ղեկավար պետքարտուղար Դյորտե Դինգերի նամակն Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմեթ Հաջիևին, որտեղ պետքարտուղարը ներողություն է խնդրել հրապարակման համար, նշելով, որ այն տեխնիկական սխալի արդյունք է։ Ադրբեջանի շրջանին վերաբերող սխալ դրոշի պատկերումն ու դրան ուղեկցող տեքստը նախագահի սոցիալական էջում շատ կարճ ժամանակ է եղել։ Այն պահին, երբ սխալն արձանագրվել է, հրապարակումը հեռացվել է։ Ես խորապես ցավում եմ այդ սխալի համար եւ անկեղծորեն ուզում եմ ներողություն խնդրել այն սխալ տպավորության համար, որ այդ հրապարակումն առաջացրել է Ադրբեջանում որոշ մարդկանց շրջանում։ Գերմանիայի պետքարտուղարը Հաջիևին ուղված իր նամակում նաև հայտնել է, որ Շտայնմայերի առաջիկա այցը Բաքու նպատակ ունի ամրապնդել երկու երկրների միջև գործընկերությունը եւ աջակցել տարածաշրջանում ընթացող խաղաղ գործընթացին։ Ֆրանկ Վալտեր Շտայնմայերը տարածաշրջանային այցի շրջանակներում նախորդին Հայաստանում էր, որտեղ հանդիպել է նախագահ Վահագն Խաչատուրյանին եւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Գերմանիայի նախագահը Երևանում խոսելով խաղաղության գործընթացի մասին ասել էր, որ պետք է անել վերջին քայլերը խաղաղություն հաստատելու համար։ Երևանից Շտայնմայերը մեկնելու է Բաքու, որտեղ նախատեսված է հանդիպում Իլհամ Ալիևի հետ, իսկ մինչ այդ Գերմանիայի նախագահն այսօր այցելել էր Դիլիջան։ Արցախցիները շարունակում են նստածույցը Ազատության հրապարակում, որտեղից 37 տարի առաջ սկիզբ առավ Ղարաբաղյան շարժումը եւ որը հիմա ավարտելու ժամանակն է ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Տեղահանված հայերը մեկ շաբաթ են տվել կառավարությանը լսելու իրենց պահանջները, բանակցությունների օրակարգ վերադարձնել Ղարաբաղ վերադարձի իրավունքը, իսկ մինչև դա վերականգնել սոցիալական աջակցությունը։ Ղարաբաղից տեղահանված արցախցիներն առաջիկա օրերին վերջին անգամ կստանան բնակարան վարձելու համար պետությունից տրվող 50,000 դրամի աջակցությունը մարտ ամսվա համար։
Այսօրվանից արդեն բնակվարձի աջակցման ծրագիրը զգալի կրճատվում է եւ հաջորդ ամիս արդեն շատերը չգիտեն ինչպես են վճարելու վարձակալության համար։ Այս ձևով կրճատումը շատ աղետալի է։ Անցած տարեվերջին կառավարությունը որոշել էր ապրիլից սահմանափակել բնակվարձի փոխհատուցման ծրագրից օգտվողների շրջանակը եւ կրճատել աջակցության չափը։ Եթե մինչեւ հիմա բոլորը, որ բռնի տեղահանվածի կարգավիճակ ունեին, ստանում էին 50,000 դրամ եւ օրինակ 4-5 հոգանոց ընտանիքը գոյացած գումարով կարող էր բնակարան վարձել, ապա այսօրվանից արդեն աջակցությունը կստանան միայն անչափահասները, ուսանողները, թոշակառուները, կերակրողին կորցրածները եւ առաջին ու երկրորդ կարգի հաշմանդամություն ունեցողները եւ կստանան ոչ թե 50,000, այլ 40, իսկ հուլիսից արդեն 30,000 դրամ։ Տաթև Խաչատրյանն իր ընտանիքի օրինակն է բերում 3 հոգանոց ընտանիքը մինչ այժմ 150,000 դրամ էր ստանում, սակայն արդեն ապրիլից շահառու կլինի ընտանիքի միայն մեկ անդամ՝ իրենց երեխան։ Չեմ պատկերացնում, թե մենք ինչպես պետք է վարձը տանք այն դեպքում, երբ եւ ես եմ աշխատում եւ ամուսինս է փորձում, իհարկե իրենը ինձպես աշխատավարձով չէ, ճարտարապետը ավելի շատ ոչ կայուն եկամուտ է, բայց հատկապես էս էլ այդքան էլ հեշտ տարբերակ չէ։ Մարդիկ պարզապես ասում են, որ անելանելի վիճակում են եւ նույնիսկ չգիտեն հաջորդ քայլը որն է, թե ինչ պետք է անեն։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Զարուհի Մանուչարյանն ասում է, արցախցիների համար ծրագրում փոփոխությունները անակնկալ չեն։ Իրենք դեռ նախորդ տարեվերջից են տեղեկացրել, որ բնակվարձի աջակցման ծրագիրը ժամանակավոր է եւ կրճատվելու է, իսկ ծրագրի նպատակը արցախցիներին դեպի ավելի երկարաժամկետ բնակարանային ապահովման ծրագիր ուղղորդելն էր։ Ծրագիրը տրամաբանությունը տանելու էր ավելի երկարաժամկետ լուծումների, որը առաջարկում ենք բնակապահովման ծրագրով։ Այս պահի դրությամբ բնակապահովման ծրագրի շրջանակում 120 հայրենակից արդեն ստացել է հավաստագիր ու շուրջ 75 հայրենակից էլ արդեն իրացրել է հավաստագիրը, այսինքն բնակարան կամ տուն է ձեռք բերել։ Բայց դա ընդհանրապես 75-ն է եւ 120-ն է, խոսքը 100,000 մարդկանց մասին է, ովքեր դուրս են մնում։ Այո, ինչպես արդեն նշեցի, աջակցությունը միջին ու ամսական ստացել է 105,000 հայրենակից։ Նշված աջակցության տրամաբանությամբ փոփոխությունները հաշվի առնելով ապրիլ ամսից շուրջ 51,000 հայրենակից կստանա, շարունակի ստանալ աջակցություն։ Տաթև Խաչատրյանն ասում է, կառավարության առաջարկած բնակարանային ապահովման ծրագիրը ձախողվել է եւ դա վկայում է հենց սոցիալնախարարության ներկայացրած վիճակագրությունը, որ բռնի տեղահանված եւ Հայաստանում բնակվող ավելի քան 100,000 արցախցիներից միայն մի քանի տասնյակն են մինչ օրս կարողացել պետության աջակցությամբ տուն ձեռք բերել։ Արցախից բռնի տեղահանվածները հենց իրենք են երազում ունենալ սեփական անկյունը, սակայն դրա հնարավորությունը չկա, հաշվի առնելով, որ ծրագրերը կարիքահեն չեն։ Այսինքն օրինակ իմ ընտանիքի օրինակով ես համարվում եմ շահառու 27 թվականից, բայց ինքը հիմա է իմ բնակվարձը կրճատում, թեև սկզբից իրենք ասում էին, որ այն կշարունակվի այնքան ժամանակ, մինչև բռնի տեղահանված չունենա սերտիֆիկատ եւ ժամանակ այն իրացնելու համար։ Հիմա չգիտեմ ինչն է փոխվել, որ միանգամից որոշել են, որ բռնի տեղահանվածները առանց դրա էլ կարող են, բայց իրականությունը լրիվ այլ է։ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը նշում է, որ զուգահեռաբար նաեւ նոր ծրագիր կներդնի սոցիալապես անապահովների համար։ Դրանով առաջարկվում է 40,000 դրամ աջակցություն տալ անապահով ընտանիքի միայն մեկ անդամին, իսկ մյուսներին 10,000 դրամի աջակցություն։ Սա դեռ միայն նախագիծ է եւ այն դեռ պետք է հաստատվի։ Եթե կլինեն հայրենակիցներ, ովքեր կունենան անապահովություն, այսինքն կգնահատվի նրանց անապահովությունը, կունենան միջին անապահովություն, այս խնդիրն էլ հաշվի առնելով նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված սոցիալապես անապահով ընտանիքներին հրատապ աջակցություն ներկայացնելու միջոցառումը։ Մեղմ ասած նվաստացուցիչ ծրագիր է, որտեղ բերել բռնի տեղահանվածին եւ սոցիալապես անապահովին հավասարության նշան դնել դրա միջև, կարծում եմ դա անթույլատրելի է, որտեղ սրանք լրիվ տարբեր կատեգորիաներ են։ Կամ պետք է մտածեմ, որ սա հարկադիր արտագաղթի ծրագիր է, կամ չգիտեմ, արդեն ընկնում ես դավադրությունների տեսության հետևից, որտեղ չգիտես ինչպես բացատրես իրավիճակը։ Արցախցիները նաև բնակվարձի աջակցության ծրագրերը շարունակելու պահանջով մի քանի օր է արդեն նստացույց են սկսել Ազատության հրապարակում։ Կառավարությանը 12 պահանջ են ներկայացրել Արցախի հարցը օրակարգից չհանելուց մինչև ավելի իրական ու հասցեական աջակցություն։ Կառավարությունից դեռ նստացույցի պահանջներին չեն արձագանքել։ Միջազգային լրահոսից Ուկրաինայում տասնյակ հազարավոր մարդիկ առանց էլեկտրաէներգիայի են մնացել ռուսական հարվածների պատճառով, չնայած Կրեմլի պնդումներին, թե չեն թիրախավորում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքները։ Մոսկվան մերժել էր Միացյալ Նահանգների եւ Ուկրաինայի համատեղ առաջարկը անվերապահ ու լիարժեք հրադադար հաստատել, համաձայնելով դադարեցնել գրոհները էներգետիկ օբյեկտների ուղղությամբ։
Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան, Լեհաստանը, Իսպանիան եւ Մեծ Բրիտանիան հայտարարել են Ռուսաստանի նկատմամբ նոր պատժամիջոցներ կիրառելու պատրաստակամության մասին։ Հայտարարությունում նաեւ նշվում է, որ արևմտյան երկրներում ռուսական ակտիվները պետք է սառեցված մնան, քանի դեռ Ռուսաստանը չի ավարտել պատերազմը եւ փոխհատուցել Ուկրաինային պատճառած վնասը։ Եվրոպական երկրները շեշտում են, որ չեն ընդունի խաղաղության որևէ համաձայնագիր, որը կսահմանափակի Ուկրաինայի ռազմական եւ պաշտպանական արդյունաբերությունը։ Ֆրանսիայում ներքաղաքական լարվածությունը խորանում է, ընդդիմադիր ամենահայտնի գործիչ Մարին Լյո Պենի դատավճիռը փոթորկել է քաղաքական կյանքը, նա հավակնում է նախագահի պաշտոնին, մինչդեռ վճռով զրկվում է առաջադրվելու իրավունքից։ Իշխանությունը մեր դեմ իր միջուկային զենքը գործի դրեց, բայց ես չեմ հանձնվի եւ չեմ դավաճանի ինձ աջակցող միլիոնավոր ֆրանսիացիներին, այսօր հայտարարեց ծայրահեղ աչերի առաջնորդ Մարին Լյո Պենը, արձագանքելով Փարիզի դատարանի երեկվա որոշմանը, որը 5 տարով արգելեց նրան ընտրովի պաշտոն զբաղեցնել Եվրամիության միջոցները չարաշահելու համար։ Համակարգը հանեց իր միջուկային ռումբը եւ եթե նրանք այդպիսի հզոր զենք են կիրառում մեր դեմ, նշանակում է, որ մենք կարող ենք հաղթել ընտրություններում եւ նրանք ընդունում են, որ մեր դեմ մինչ օրս կիրառված նրանց քայլերն անօգուտ են եղել եւ հիմա նրանք ստիպված են ճնշումներն այլ մակարդակի հասցնել։ Ֆրանսիայում եւ երկրի սահմաններից դուրս շատերն են նրա դեմ դատավճիռը համարում երկրաշարժ քաղաքական դաշտում։ Ֆրանսիայի պատմության մեջ առաջին անգամ դատարանը նախագահական ընտրություններից 2 տարի առաջ քաղաքական մահապատժի դատապարտեց ամենաբարձր վարկանիշն ունեցող տեխնացուին։ Սա իսկապես քաղաքական երկրաշարժ է, որի նմանը Ֆրանսիայում մինչ օրս չէր եղել։ Մարի Լյո Պենի կշիռն ունեցող տեխնացուն, ով դեռևս առաջնորդում է Ֆրանսիայի առաջատար կուսակցություններից մեկը եւ պատրաստվում է հաջորդ նախագահական ընտրություններին, զրկվում է մասնակցության իրավունքից։ Ազգային միավորման առաջնորդը, որ հայտնի է ծայրահեղ ազգայնական հայացքներով Եվրամիության եւ ներգաղթյալների հանդեպ կոշտ քննադատությամբ, նախագահ Մակրոնի հիմնական քաղաքական հակառակորդն էր Ֆրանսիայի նախորդ 2 նախագահական ընտրություններում։ 2027-ի քվեարկությունը լինելու էր իշխանության գալու 4-րդ եւ վերջին փորձը, հայտարարել էր 56-ամյա Լյո Պենը։ Դատարանը սակայն այդ ծրագրերի վրա մեծ խաչ քաշեց 3։ Անարդար է եւ անընդունելի, Reuters-ին ասել են Փարիզի բնակիչներից շատերը։ Մյուսները դեռ վստահ են, որ նրա կուսակցությունը ոտքի կկանգնի եւ կշարունակի պայքարը նախագահի տեխնացու առաջադրելով Լյո Պենի երիտասարդ համախոհ Ժորդան Բարդելային։ Կարծում եմ նրանք չափնանցան այն իմաստով, որ այո, կարող ես դատապարտել, բայց զրկել քաղաքացիներին նրան ընտրելու իրավունքից չափից դուրս է։ Եթե նա չմասնակցի, նրա փոխարեն ուրիշին կառաջադրեն, օրինակ Բարդելային։ Չեմ կարծում, թե այդ կուսակցությունը դադարի գործել։ Նա միակը չէ, որ գումարները չարաշահել։ Շատերը կան, որ դրանով են զբաղվում եւ հանգիստ մնում են ազատության մեջ։ Կուսակցությունը կոչ է արել աջակիցներին այս շաբաթ կիրակի երկրով մեկ բողոքի զանգվածային ցույցեր անցկացնել։ Քաղաքական գործիչները չպետք է օրենքից վեր դասվեն, բայց նաև օրենքները չպետք է օգտագործվեն մեծ հեղինակություն ունեցող գործիչներին քաղաքական պայքարից դուրս թողնելու համար, երեք հայտարարել է կուսակցության առաջնորդ Ժորդան Բարդելան։ Միլիոնավոր մարդիկ վստահ են, որ Մարի Լյո Պենին դատել են շատ դաժան, շատ խիստ, ոչ այնպես, ինչպես սովորական մարդու, եւ միայն այն պատճառով, որ նա մեծ վարկանիշ ունի եւ կարող է մեր կուսակցությունը տանել հաղթանակի։ Դատավորները Լյո Պենի դեմ ապացույցներն են վկայաբերում եւ մեղադրական եզրակացությունը, որ ձգվում է 150 էջից ավելի։ Ըստ այդ նյութերի տիկին Լյո Պենը տասնամյակներ առաջ Եվրախորհրդանի падգամավոր եղած ժամանակ այդ կառույցի հաշվին օգնականներ է վարձել, որոնք սակայն աշխատել են ոչ թե Բրյուսելի, այլ Լյո Պենի սեփական կուսակցության համար։ Դատավորները փաստել են, որ Լյո Պենը շուրջ 4 միլիոն դոլարի հասնող աշխատավարձերը չի յուրացրել, բայց չարաշահել է Եվրամիության միջոցները։ Դրա համար պատիժը քաղաքական գործիչներն իրենք էին խստացրել բոլորովին վերջերս։ Մենք սպասում ենք այս դատավճռին եւ երջանիկ ենք, որ դատարանը նման որոշում կայացրեց։ Նա արդարադատությունից խուսանավելու որևէ հիմք չունի։
Լեպենի համախոհները սակայն պնդում են, թե իշխող էլիտաները արշավ են սկսել Եվրոպայում վերջին տարիներին մեծ թափ հավաքող ազգայնականության դեմ։ Շատերն են զուգահեռներ տանում Ռումինիայի հետ, որտեղ ամիսներ առաջ նախագահական ընտրությունների առաջին փուլի արդյունքները չեղարկվեցին ծայրահեղ աջ տեխնացու Կալին Գեորգեսկուի հաղթանակից հետո Ռուսաստանի միջամտության մեղադրանքով։ Սա մղձավանջային մի ֆիլմ է, բայց մեզ լրացնել չի լինի, կսում գրել է Իտալիայի փոխվարչապետ ազգայնական Մատեո Սալվինին։ Նիդերլանդների այդ ծայրահեղականների առաջնորդ Գերդ Վիլդերսը պնդել, չնայած դատավճրին Լեպենը կհաղթի հաջորդ ընտրություններում։ Մտահոգություններ են հնչել նաև օվկիանոսի այն կողմից։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը դատավճիռը շատ լուրջ հարց է որակել եւ համեմատել ընտրություններից առաջ իրեն ներկայացված մեղադրանքների հետ։ Ինքը Լեպենը հայտարարել է, թե կբողոքարկի որոշումը, սակայն հստակ չէ, արդյոք մինչև 2027-ը դատական վերին ատյանները կհասցնեն լսել այդ գործը եւ եթե հասցնեն, ինչ որոշում կկայացնեն։ Այսքանը օրվա մյուս լուրերը Ազատության սոցիալական ցանցերի էջերում, ինչպես նաև մեր կայքում azatutun.am կհանդիպենք։